Ասում են, երբ քաղաքական գործիչները սկսում են ժողովրդին սեր խոստովանել, ուրեմն առջևում ընտրություններ են։ Առջևում ուղիղ 29 օր ու գիշեր ամեն ուր լսելու եւ տեսնելու եք նրանց։ Սկսվեց քարոզարշավը։ Ոմանք այն թատրոն կհամարեն, ոմանք շոու, ոմանք դիմակահանդես, ոմանք նույնիսկ անկեղծ խոսակցություն։ Միևնույն է դրանից եղելությունը չի փոխվի։ Ի վերջո, ով որտեղ կհայտնվի, կախված է նրանից, թե ինչ քարոզչական զինանոց ունի, ինչքան սեր կխոստովանի ու նույնիսկ ինչքան կհասցնի ցեղ շպրտել մյուսի վրա։ Մեր խնդիրն է տեղեկատվությունը զատելով կարծիքների ու մեկնաբանությունների բազմազանությունից օգնել ընտրողին կողմնորոշվել, հատկապես որ դեռ չկողմնորոշվածներ շատ կան։ Սկզբի համար նախ հիշեցնենք, թե ովքեր են այս անգամ դուրս եկել պայքարի, ըստ վիճակահանությամբ որոշված հերթականության։ Առաջին համարը ռեֆորմիստների կուսակցությունն է, ցուցակում առաջինը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, երկրորդը կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը։ Իդեպ հիմնադրվել է կուսակցությունը 10 տարի առաջ։ Մինչ այդ Բաբայանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 2017-ին ռեֆորմիստները պաշտպանել են Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին, իսկ 2021-ին պահանջել են Փաշինյանի հրաժարականը։ Երկրորդը բոլորին դեմ եմ կուսակցությունն է, ցուցակում առաջինը Սպարտակ Գյուրեղյանն է, հիմնադրվել է կուսակցությունը ընդամենը 3 ամիս առաջ։ Հասցրել են աչքի ընկնել նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման են ներկայացել Մարվելի հերոսների արտասովոր հագուստներով։ Ընտրողներին, ովքեր բոլորին դեմ են, հուշենք, որ իրենց կարծիքը չնույնականացնեն այս կուսակցության անվան հետ, թեև դրանք նույն կերպ են հնչում։ Բոլորին դեմ քաղաքացիների եւ բոլորին դեմ եմ քաղաքական ուժի ընտրազանգվածները մաթեմատիկական տրամաբանությամբ տարբեր պետք է լինեն։ Երրորդը ուժեղ Հայաստան դաշինքն է։ Դաշինքում նույն անվամբ կուսակցությունն է ու եւս երկուսը՝ Նոր դարաշրջանն ու Միավորված հայերը։ Ցուցակում առաջինը Նարեկ Կարապետյանն է, ում հայրը Կարեն Կարապետյանը ժամանակին եղել է ազգային ժողովում Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավարը, հետո նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Նարեկ Կարապետյանի հորեղբայրն էլ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է։ Հենց նա է համարվում այս քաղաքական ուժի առաջին դեմքը, բայց ըստ օրենքի չի կարող ոչ վարչապետի թեկնածու լինել, ոչ падգամավոր։ Ուժեղ Հայաստանը համարվում է պրոռուսական քաղաքական ուժ, նաև հզորներից մեկը իր ֆինանսական կարողություններով։ Չորրորդը Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, ցուցակը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտաշխատողը, նաև կուսակցության հիմնադիրն ու ղեկավարն է։ 2 տարի առաջ հիմնադրված կուսակցությունը այլընտրանքային քաղաքական ուժ է, արևմտամետ է, միաժամանակ դեմ է եւ ներկա եւ նախկին իշխանություններին։ Ու ձգտում է ստեղծել այնպիսի կառավարություն, որտեղ թե ներկաներից, թե նախկիններից ոչ ոք չի լինի։ Հինգերորդը նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է, ցուցակում առաջինը կուսակցության ղեկավար Հայկ Մարությանն է։ Հիմնադրվել է քաղաքական ուժը 2 տարի առաջ, պաշտպանում է արևմտյան արժեքները։ Մարությանը, ով նախկինում Երևանի քաղաքապետն էր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, հետագայում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությանը եւ կոչ է արել նրան հրաժարական տալ։ Վեցերորդ է միասնության թե վերկուսակցությունն է, ցուցակում առաջինը Արման Թաթոյանն է, ով մարդու իրավունքների պաշտպանն է եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Կուսակցությունը վերջերս է գրանցվել։ Իր արժեքներն ու մոտեցումները ներկայացնում է հետևյալ հաջորդականությամբ՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն եւ խելամիտ որոշումներ պոպուլիզմի փոխարեն։ 7-րդը խորհրդարանական գործնեայության հարուստ փորձով Բարգավաճ Հայաստանն է, ցուցակում առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։ Հիմնադրվել է կուսակցությունը 2004-ին, ներկայացված է եղել 4 գումարման խորհրդարաններում։ Նախորդ 2021-ի ընտրություններում չի անցել ազգային ժողով։ Համարվում է աջ կենտրոնամետ քաղաքական ուժ, պաշտպանում ազգային ավանդական արժեքները։ Կուսակցության ղեկավարը իր հսկայական միջոցներից բացի հայտնի է Բելարուսի նախագահի հետ ջերմ ընկերական հարաբերություններով։ 8-րդը ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունն է, ցուցակը գլխավորում է Գևորգ Կարապետյանը։ Այս քաղաքական ուժը ձևավորվել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության եւ մի շարք քաղաքական գործիչների միավորման արդյունքում։ Քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը պետք է դուրս գա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներից եւ դառնա Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկիր։ Իսկ Արցախը համարում է Հայաստանի մարզ, մերժում է Արցախի դրոշը, քանի որ այն համարում է Արցախը Հայաստանից բաժանող գործոն։
9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունն է։ Ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։ Կուսակցությունը գրանցվել է 2 ամիս առաջ։ Ասում են ներկայ իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմության հետ չեն համագործակցի։ Նաեւ առանձին ուժերի ԲՀԿ-ի, Ուժեղ Հայաստանի։ Նախընտրում են համագործակցությունը նոր ուժերի հետ։ Ասում են հավակնում են 30%-ից ավելի ձայներ ստանալ։ 10-րդը Հայ ազգային կոնգրեսն է, առաջին համարը Լևոն Զուրաբյանն է, թեև քաղաքական ուժի ղեկավար շարունակում է մնալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ձևավորվել է քաղաքական ուժը 2008-ին, սկզբում 13 ընդդիմադիր կուսակցությունների դաշինք էր, բայց ամենահնաբնակներից է, քանի որ հանդիսանում է ՀՀՇ-ի իրավահաջորդը։ Անցած ընտրություններին հաջողություն չեն գրանցել։ Հիմա Զուրաբյանը համարում է, որ խաղաղություն բերող ամենամեծ ուժը իրենք են, իսկ այդ խաղաղությունը ինքնիշխան խաղաղություն է լինելու։ 11-րդը Հանրապետություն կուսակցությունն է Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ։ Հիմնադրվել է կուսակցությունը 2001 թվականին։ Ընդգծված պրոարևմտյան ուժը, պրոռուսականության եւ ռուսական քաղաքականության ամենամեծ քննադատներից մեկը, ով ասում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն հորինված ոչինչ չտվող կառույցներ են։ 12-րդը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է Լևոն Շիրինյանի գլխավորությամբ հիմնադրվել է 2021-ին։ Նույն տարվա ընտրություններին մասնակցել է դաշինքով, անցողիկ ձայներ չի հավաքել։ Նույնպես խիստ ընդգծված արևմտամետ ուժ է ու պրոռուսականության խիստ քննադատ։ Համոզմունքն է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով գրոհում է Հայաստանի պետականության դեմ։ 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարի Տիգրան Ուրիխանյանի գրանցումը մերժվել է։ Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսացել եւ Հայաստանում է բնակվել։ Ուրիխանյանը 2015-ին հիմնադրել է Ալյանսը, ընտրվել կուսակցության նախագահ։ Հետագայում ընտրվել է ազգային ժողովի падգամավոր Ծառուկյան դաշինքի ցուցակով, ապա ԲՀԿ ցուցակով, հետո արդեն անկախ падգամավոր է եղել։ 14-րդը ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, որի ցուցակի առաջին համարը Սուրեն Պետրոսյանն է։ Հիմնադրվել է 2021 թվականին։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը սահմանում է հզոր պետությունը, անկախ հայրենիքը եւ ազատ անհատը, որպես իր գործունեության գերակայություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը համարում է անհնարին։ 15-րդը ԴՕԿ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունն է, որի առաջին համարի Վարդան Ղուկասյանի գրանցումը նույնպես մերժվել է։ Հավակնությունները սակայն չեն թուլացել։ Սա ուժի պատասխանատվության եւ ազգային արժանապատվության համախմբման պատմական փուլ է։ Հաղթանակը լինելու է միասնական կամքի օրենքի դիկտատուրայի եւ պետական մտածողության հաղթանակը։ Սա կուսակցության շտաբի հայտարարությունն է։ 16-րդը քաղաքացիական պայմանագիրն է, գործող վարչապետի գլխավորությամբ։ Վարչապետին հաջորդող 5 տեղերը ցուցակում զբաղեցնում են արտաքին գործերի, առողջապահության, պաշտպանության, էկոնոմիկայի, արդարադատության նախարարները։ ՔՊ-ի ցուցակը ամենամեծն է՝ 293 անուն։ Անցած ընտրություններում ՔՊ-ն ստացել է ձայների մոտ 54%-ը, 71 մանդատ եւ սահմանադրական մեծամասնություն։ Ըստ սոցիոլոգիական հարցումների այս կուսակցությունը նաեւ հիմա ամենամեծ հնարավորությունները ունի ամենաշատ ձայներ հավաքելու։ Թեև 50%-ը գերազանցելու շանսերը ավելի ցածր են գնահատվում նախորդ ընտրությունների համեմատ։ Իշխող քաղաքական ուժին ներկայացնելու կարիք չկա։ Ամեն ինչ ամեն մեկի աչքի առաջ է։ Ուղղակի մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել։ Համարներով հարևան են, բայց ոչ մի հարևանական հարաբերություններ չունեն ՔՊ-ն ու Հայաստան դաշինքը, որը 17-րդ համարն է։ Միմյանց ամենամեծ հակառակորդներն են։ Դաշինքը գլխավորում է եւ ցուցակում առաջին համարն է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդը Իշխան Սաղաթելյանն է։ Դաշինքում Հայ հեղափոխական դաշնակցությունն է եւ առաջ Աչակենտրոն կուսակցությունը, որը ի տարբերություն 136 տարվա պատմություն ունեցող ՀՅԴ-ի հիմնադրվել է 1-2 տարի առաջ։ Իդեպ 2021-ին Հայաստան դաշինքում ՀՅԴ-ի հետ մեկ այլ քաղաքական ուժ էր՝ վերածնվող Հայաստան կուսակցությունը, որը ստեղծվել էր այդ ընտրություններից 3 ամիս առաջ։ Հայաստան դաշինքը 2021-ին ստացավ 21% եւ 29 մանդատ։
18-րդը հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։ Կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին, 2020-21 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո պաշտպանել է վարչապետ Փաշինյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, ընդգծված արևմտամետ քաղաքական ուժ է, Եվրամիության անդամակցության կողմնակից։ Եվ 19-րդը լուսավոր Հայաստանն է Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ 2018-ին ձևավորված խորհրդարանում երրորդ ուժը դարձած կուսակցությունը անցած 2021 ընտրություններում անցողիկ ձայներ չունեցավ։ Կուսակցության ղեկավարը պատգամավոր է եղել նաև 2017-ին ձևավորված խորհրդարանում ելք դաշինքի կազմում, իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2022-ից 24 թվականներին։ Այժմ դեմ է իշխող քաղաքական ուժին եւ բացառում է ցանկացած համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ։ Դեմ է Գյումրիի ընտրությունների սցենարին, իսկ այս ընտրապայքարը համարում է վարչապետական գզվռտոց։ Այվ ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի համառոտ պատկերը 19 կուսակցություն եւ դաշինք։ Իդեպ անցած ընտրություններին պայքարում էին 26 քաղաքական ուժեր, իսկ ընտրվեցին 3, այն էլ մեկը ոչ թե անցողիկ ձայներով, այլ օրենքի ուժով։ Հիմա թիվը 7-ով նվազել է, աճել է սակայն հայաստանյան ընտրությունների նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Զինվեք համբերությամբ, հետևեք քարոզարշավին, կողմնորոշվեք եւ մասնակցեք ընտրություններին։ Նախ եւ առաջ այն դրամաբանությամբ, որ դա քաղաքացիական պարտք է, որ որոշիչ է ամեն մի ձայն։ Կարող եք ամենաքիչը խոստումներ տվողին ընտրել, որ հետո քիչ հիասթափվեք։ Կարող եք շատ խոստացողին, որ հետո շատ քննադատելու տեղ լինի։ Սա կես լուրջ կես կատակ, ի վերջո քվեարկությամբ ոչ թե մեր ապագան ու իրադարձությունների ընթացքն ենք որոշելու, այլ այդ ընթացքը որոշողներին։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։